Փաշինյանը հանձնարարել է մշակել ինչ-որ օրենք, որը հնարավորություն կտա հետապնդելու այն լրատվամիջոցներին, այն հասարակական կազմակերպություններին, որոնք իր Փաշինյանի քիմքին չեն։ Եվ կասկած չկա, որ ազգային ժողովի նոր կազմը, որտեղ ԿՊ-ն մեծամասնություն է կազմում, անիրավ ոչ լեգիտիմ մեծամասնություն, այդ օրենքը կանցկացնի։ Դրան կհետևեն նոր հետապնդումներ, նոր ձերբակալություններ, նոր կալանավորումներ, այն ամենը, ինչ Փաշինյանի ռեժիմը հիմա էլ է անում, բայց աշնանը կանի ավելի մեծ մասշտաբով եւ ավելի դաժան ձևով։ Այդպիսով ավտորիտարիզմը տրանսֆորմացվում է դեպի տոտալիտարիզմ։ Այդ ամենը իհարկե շատ ցավալի է մեղմ ասած, բայց թող գործընկերները ինձ ներեն 1000 անգամ ներողություն եմ խնդրում բոլոր գործընկերներից, դա ամենասարսափելի բանը չէ։ Այո, մեզ սպասում է բավականին դժվար, բավականին ծանր կյանք, բայց դա ողբերգություն չէ։ Ամենասարսափելին այն է, որ Փաշինյանը արդեն հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը։ Եվ դա նշանակում է, որ նա հնարավորություն է տալու ադրբեջանցիներին ցանկացած պահի փակել Հայաստանի ստրատեգիական ճանապարհը, որը կապում է մեր երկրի հարավը եւ հյուսիսը։ Կարևոր չէ, թե ինչ դեմագոգիկ հիմնավորումներ են դրա համար տրվում։ Այս վերցնում եմ, այս տալիս եմ, այս փոխանակում եմ, դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ հանձնվում է փաստորեն ամենակարևոր ստրատեգիական ճանապարհը։ Եվ այդ ֆոնին, այն ինչի մասին մենք խոսում ենք, որ ԿՊ-ականները ցանկանում են վրեժ լուծել, հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց հասցեին թթու խոսք են ասում, այդ ամենը իհարկե վատ է, բայց դա մահացու չէ։ Իսկ այն, ինչ անում են Փաշինյանը եւ Ալիևը, այդ դա մահացու վտանգ է Հայաստանի Հանրապետության համար։